Հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր ՀՀԿ մամուլի սրահում միասին կամփոփենք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն համաքաղաքացիներին, որոնք մասնակցեցին ընտրություններին, որոնք ուշով հետևեցին բոլոր ուժերի քարոզարշավին, մասնակցեցին քարոզարշավի ընթացքում տարբեր հանդիպումների, անկախ իրենց քաղաքական պատկանելիության կամ քաղաքական հայացքներից պետք է փաստել, որ մեր քաղաքը բոլորի ընդհանուր տունն է, բոլոր երևանցիների ընդհանուր սիրտն է եւ շնորհակալ ենք բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց պարտքը կատարեցին այս պայդրությամբ։ Շնորհակալ ենք նաեւ մեր մրցակիցներին քաղաքական պայքարն ապահովելու համար։ Ուզում ենք փաստել, որ եւ քարոզարշավը եւ ընտրությունները անցել են բարձր մակարդակով, որպեսզի ապահովեն մեր քաղաքացիների համար ընտրության գիտակցված հնարավորություն։ Այսօրվա ընթացքում արձանագրված որոշ միջադեպեր չեն կարող ստվերել ընտրությունների որակը, ընտրությունների ընթացքը քվեարկել է նախնական տվյալների 300,000-ից ավել մարդ եւ մեր համաքաղաքացիները իրենց ընտրությունն են կատարել ելնելով իրենց քաղաքական նախընտրություններից, ներկայացված ծրագրերի մրցունակությունից եւ գրավչությունից։ Մենք վստահ ենք, որ ընտրությունների ամփոփումը նույնպես անցնելու է հավուր պատշաճի։ Հույս ունենք, որ մեր քաղաքական մրցակիցները այլևս չեն դիմի քարոզչական եւ հակաքարոզչական հնարքների, որոնք բացարձակ կապ չունեն ընտրությունների հետ եւ ընդհանրեն ընտրությունները ստվերելու կամ սեփական քարոզչությունը անելու ոչ այդքան հաջողված եւ ընդունված ձևեր կարող են դիտվել։ Մեր թիմը այսօր աշխատել է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում, այն դեպքերը, որոնք իրավապահ մարմինների կողմից կհետաքննվեն եւ կառցանագրվեն որպես օրենքի խախտումներ, պետք է ընթացք ստանան օրենքի ողջ ուժով։ Նորից փաստեմ, որ ամբողջ ընտրարշավը եղել է մրցակցային, եղել է հագեցած, ընտրությունների օրը մեզ համար լավ օր է եւ անկախ այն հանգամանքից, որ որոշ դիտորդներ եւ մասնակից ուժեր, այդ թվում նաեւ մեր շտաբի ներկայացուցիչներ մտածում էին ցածր մասնակցության մասին, այնուհանդերձ փաստենք, որ սրանք թիմ ընտրություններ են եւ ցածր մասնակցությունը կարող է եւս մեկ հանգամանք հանդես գալ փաստելու, որ թիմ ընտրությունները թեպետ իրենց ձևով քաղաքական են, այնուհանդերձ իրենց բովանդակությամբ քաղաքական չեն։ Երևանցին ընտրել է Երևանի զարգացման ծրագիր, կոմունալ տնտեսության, կրթության, առողջապահության, ասֆալտապատման հնարավորությունների եւ այլ սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման բանաձևեր։ Եվ ցածր մասնակցությունը նորից փաստեմ, որ մեզ համար նաև ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է, թեպետ մենք կուզենայինք, որպեսզի իհարկե մասնակցությունը լիներ ավելի բարձր։ Այնուհանդերձ երևանցիների քաղաքացիական պարտքի վրա ոչ ոք չի բռնացել եւ թեպետ մեկնաբանությունները այնպիսին են, որ ցածր մասնակցությունը ի վնաս իշխանությունների է, այդպիսի մեկնաբանություններ շատ կային այսօր սոցիալական ցանցերում, հատկապես մեր ընդդիմադիր մրցակիցների կողմից, այնուհանդերձ փաստենք, որ ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց կտա արդյոք այս մասնակցությունը իր արդյունքով ինչի հետևանք էր։ Ես անդամ կարծում եմ, որ հետևանք էր այն հանգամանքի, որ մեր երկու մրցակից ուժերը չեն կարողացել հավատ ներշնչել, մոբիլիզացնել սեփական էլեկտորատը, չեն կարողացել գրավել երևանցիների սրտերը, գուցե մի քիչ առաջ եմ անցնում, արդյունքների ամփոփման ընթացքում, եթե իմ ասածը չհամապատասխանեց իրականությանը, կարող եք գիշերվա ցանկացած ժամին զանգել եւ ասել ձեր ասածով չեղավ։ Հարգելի լրագրողներ, ուզում եմ նաեւ հատուկ շնորհակալ լինել ձեր աշխատանքի համար, ամբողջ քարոզարշավը եւ ընտրությունների օրը դուք աշխատել եք մեզ հետ զուգահեռ, փորձելով բավարարել հանրության հանրային հետաքրքրությունը ընտրությունների հանդեպ եւ նաեւ օգնել եք, որպեսզի ընտրությունները անցնեն հավուր պատշաճի։ Նորից կրկնեմ, որ արձանագրված եզակի միջադեպերը տհաճ են, մենք ցավ ենք ապրում այդ միջադեպերի համար, սակայն այդ միջադեպերը իրենց եզակի բնույթով եւ բովանդակությամբ չեն կարող ստվերել ընտրությունների որակը ըստ մեզ եւ ընթացքը։ Հետեւաբար արդյունքների ամփոփումը կլինի երևանցիների քաղաքական որոշման լեգիտիմ արդյունք եւ սպասենք բոլորս արդյունքների ամփոփման, որպեսզի կարողանանք փաստել, որ Երևանը ունի զարգացման հնարավորություն գալիք 5 տարիների համար։ Շնորհակալ եմ, ակնկալում եմ ձեր բազմաթիվ հարցեր։ Պարոնաշության այսօր ՀԿ շտաբերում Դուք վարվեցիք այնպես, ինչպես ամբողջ օրը, չհամբերեցիք մինչև ձեզ ձայն տամ, խնդրեմ Հովհաննես։ Այսօր մի քանի դեպքեր տեղի ունեցան հանրապետականի շտաբներում, նախ Զարուհի Պոստանջյանը ցուցակներ հայտնաբերել
ձեր Ալանի շտաբերից մեկում եւ դրանից հետո հասկացան նրանք թույլ չեն տալիս բացել եւ դրանից հետո արդեն հայտարարություններ եղան տարբեր կուսակցություններից, որ իրենց շտաբերը բաց են, կարող են գնալ ստուգել ինչու են հանրապետականի շտաբները ցուցակներ թաքցնում, նաեւ որոշ դեպքերում գումար բաժանում։ Շնորհակալ եմ հարցերի համար, ես կռահում եի, որ նման հարցադրումներ կլինեն։ Ուզում եմ փաստել, որ մենք արձանագրում ենք իրականում 3 լրատվական միջադեպ, 3 դեպք, որ արձանագրվել են լրատվական միջոցների կողմից, անբացատրելի պատահականությամբ 3 դեպքերն էլ արձանագրել է Ազատություն ռադիոկայանի տեսախցիկը, հերթով անդրադառնամ, Առաջի դեպքի հետ կապված եւ ձեր լրագրող Հարգարժան Սիսակը մուտք է գործել ՀՀԿ շտաբերից մեկը եւ այդ դեպքը մատուցել որպես ընտրակաշառքի բաժանման տեսանյութ, կարծում եմ այդքան էլ ոչ միայն օբյեկտիվ չէ, այլ լրագրողական եւ հատկապես իրավական տեսակետից կոռեկտ չէ, որովհետեւ իրավապահ մարմինները կուսումնասիրեն ձեր տեսաերիզը եւ վստահ եմ կտան իրենց եզրակացությունը։ Ամենայն դեպս ներկայացված տեսաերիզում երևում էր ընդամենը գումարով մարդ եւ ոչ թե այդ գումարը քաղաքական որոշման համար բաժանող անձնավորություն։ Ավարտեմ։ Վստահ եմ, եթե ձեր ռադիոկայան գնանք, հիմա ինչ-որ մի գումար կգտնենք միասին բոլորս եւ այդ հարցը չեմ տա, թե ինչ եք անում դուք գումար ունենալով ձեր ռադիոկայանում։ Երկրորդ հարցադրումը կախված նույն լրագրողի վրա, նույն լրագրողի հետ կապված միջադեպի, երբ որ նաեւ դուք ասում եք, որ եղել է հարված, որոշակի մենք ցավում ենք այդ միջադեպի համար եւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներողությունը արդեն Սիսակը ստացել է։ Ես նույնպես միանում եմ այդ ներողությանը, եթե իրավապահ մարմինները կգտնեն, որ բարոյական այս քայլը բավարար չէ եւ կա իրավական հետևանքների խնդիր, ապա վստահ եմ օրենքի շրջանակներում այդ միջադեպը կքննվի։ Եվ երրորդ միջադեպը կախված Տիկին Զարոհու այցելության հետ, շտաբ մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց այդ հյուրընկալությունը չի կարող չարաշավել։ Մուտք գործել ՀՀԿ շտաբեր, ենթաշտաբեր առանց այդ տարածքում գտնվելու որևէ քաղաքական, բարոյական եւ իրավական իրավունքի քաղաքացիական չէ, սկսենք այդտեղից, եթե Տիկին Զարոհին ուներ ահազանգել, ինչպես որ մատուցում է խնդիրը, ապա իրավական պետության ներսում այն ինչ որ խոսում են մեր լիբերալները, պետք էր անհապաղ ահազանգել ոստիկանություն, հրավիրել համապատասխան խումբ, որպեսզի գան եւ այդ ահազանգի հետքերով ուսումնասիրեն իրավիճակը շտաբում։ Բռնի կերպով մտնել կուսակցության ենթաշտաբ չի կարելի, որովհետև այնուհանդերձ դա հանրային տարածք չէ։ Վարձակալությամբ կուսակցության կողմից իրավական հիմքերով վարձակալության վերցրած տարածք է, որտեղ նման տեսակի ներխուժումները մենք դիտում ենք եւ այսօր շտաբը տարածել է այդ հայտարարությունը որպես միջամտություն, խոչընդոտ ՀՀԿ գործունեության մեջ եւ սա ակնհայտ ճշմարտություն է։ Նորից կրկնեմ, ոչ ոք չի խանգարել եւ չի արգելում օրենսդրությամբ ունենալ ընտրողների ցուցակներ, հատկապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության պարագայում ընտրողների ցուցակները բաց են, հրապարակված են եւ կարող են տպվել եւ բաժանվել ցանկացած ենթաշտաբում, ցանկացած քաղաքական ուժի կողմից։ Երկրորդը, որևէ քաղաքական ուժ, եթե իրոք լուրջ է նախապատրաստում ընտրությունների, պետք է բնականաբար կատարի իր ընտրողների նախնական հաշվառում, մոբիլիզացիա, պոտենցիալ էլեկտորատը թիրախավորի, հասկանա ովքեր են տվյալ ընտրատեղամասում իր պոտենցիալ ընտրողները, որպեսզի կարողանա այդ մարդկանց հետ աշխատել ընտրության օրը։ Սա նորմալ, ընդունված քաղաքակիրթ, օրենքով չարգելված ընտրական տեխնոլոգիա է։ Ես ցավում եմ, որ այդ միջադեպը նաև ուղեկցվել է Տիկին Զարոհու դստեր առողջության հետ կապված խնդիրներով, մաղթում եմ շուտապույտ ապաքինում եւ կարծում եմ դա միաժամանակ պետք է ընդգծել, որ երեխաներին անկախ իրենց տարիքից ներգրավել քաղաքական գործունեության մեջ հատկապես նման կերպով, որպես ծնող եմ ասում, հայ ավանդական ծնող, գուցե այդքան էլ ողջունելի չէ։ Այնուհանդերձ փաստենք, որ տվյալ միջադեպը եւ մենք դիտել ենք որպես ՀՀԿ գործունեությունը, շտաբի գործունեությունը խոչընդոտելու միջադեպ, եթե կար կասկած, որ այնտեղ որևէ ապօրինություն է կատարվում, ապա պետք է գործել օրենքի շրջանակներում, զարմանում եմ, որ իրավաբանական կրթությամբ Տիկին Փոստանջյանը այդպիսի քայլերի չի դիմել եւ փորձել է հրահարել միջադեպ, որի արդյունքում տուժել է իր դուստրը, ինչի կապակցությամբ կրկին ցավում եմ եւ մաղթում եմ առողջություն։ Վերադառնանք շրջանից հետո հարցերի նորից ձեզ Հովհաննես։ Խնդրեմ։ Կոնդի շտաբի մասին է խոսքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ
նույն շտաբում էլի գումար էր նկարահանվել եւ ասել են, որ աշխատավարձ է։ Որպես հանրապետականի ներկայացուցիչ ուզում եմ իմանալ տեղյակ եք արդյոք այս անգամ գումարը ինչ նպատակ ուներ եւ երկրորդ լրացումը կապված մյուս շտաբի հետ հանրապետականի շտաբում եթե ցուցակ ունենալը նորմալ է ինչպես դուք ասում այդ դեպքում ինչու են ձգձգվում նրանք երբ ցուցակը նկարահանվում է եւ բեզեի ռեցեպտ շտաբում ինչ է։ Անկեղծ ասած այդ ձևակերպումը ինձ մոտ էլ ժպիտ առաջացրեց, բայց համաձայն եք, որ տեսախցիկով հայտնի լրագրողի ներխուժումը շտաբ առօրյա միջադեպ չէ, հանապազօրյա միջադեպ չէ եւ կարող է ուղեկցվել նաեւ ոչ ադեկվատ ռեակցիաներով, ինչպիսին որ գուցե դա եղել է։ Եթե ավելի բաց եք ուզում լսել իմ պատասխանը, ապա ասեմ, որ իհարկե գործունեության մեջ, որ ոչ բոլոր լրատվական միջոցներն են եղել անաչառ եւ անկողմնակալ։ Ոչ բոլոր։ Ամբողջ օրվա ընթացքում եղել են լրատվական միջոցներ, որոնց մոնիտորինգը բովանդակության տալիս է հանրապետականի հանդեպ կանխակալ նեգատիվ վերաբերմունքի արդյունք։ Ցավում եմ, որ այդ շրջանակներում հայտնվել է նման պրոֆեսիոնալ ռադիոկայան, ինչպիսին Ազատությունն է, որի հյուրը ես այսօր կլինեմ ժամը 9:30 եւ պարոն Թամրազյանի հետ միասին այս խնդրին կարծում եմ հնարավորություն կունենամ անդրադառնալու։ Այդ գումարի հետ կապված։ Գումարի հետ կապված մենք ունենք 400-ից ավել ենթաշտաբեր, ես չեմ կարող ասել, թե այդ պահին այդ ենթաշտաբերի ֆինանսական հոսքերը ինչպես են բաշխվում, այնուհանդերձ այո, կա կուսակցություն, որ իր ընտրարշավի վրա գումար չի ծախսել, անգամ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց ընտրարշավի ընթացքում գումար են ծախսել նաև ենթաշտաբերի գործունեության համար։ Եվ ֆիզիկական անձի ձեռը նկարահանված գումարը, որը այդ պահին իրենն է, մեզ համար կասկածելի չէ, եթե կասկածելի է ձեզ համար եւ իրավապահ համակարգի համար, ապա կարծում եմ, որ անաչառ պատշաճ հետաքննություն կլինի եւ արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Շնորհակալ եմ։ Սիրով, ուղղակի աղջիկներին հերթ տանք առաջնահերթ։ Երկու հարց ունեմ, նախ ընտրակաշառքի հետ կապված է, նախորդ քարոզարշավի ընթացքում երբ դաշինքի տեսանյութին անդրադառնա, որ դեպքում հանրապետական կուսակցությունը կասի, որ ընտրակաշառք է բաժանել եւ տեսանյութով է ներկայացում եւ լրագրողը նկարահանում է։ Ամեն դեպքում հետում է, որ ընտրակաշառքը ինչպես է զուգահեռվում անընդհատ գումարների գոյությունը շտաբերում եւ հանրապետական։ Ես կարող եմ հակընդդեմ հարցով ձեզ հանդես գալ, հա, այսպես, եթե դեմ չեք, կարելի է։ Այդ ոնց է լինում, որ ասում ենք ընտրակաշառք ու երբևէ որևէ գոնե այս վերջին ընթացքում տեսանյութ, որտեղ ընտրակաշառքի ֆիքսման ակնհայտ փաստը չունեք։ Որտեղ մարդը տալիս է գումարը, ասում եք ընտրես X մարդուն, քաղաքական ընտրության, այդ ոնց է լինում, որ չկա։ Իհարկե այս ընտրարշավը նաև ուղեկցեց որոշ միջադեպերով մինչև ընտրության օրը, որոնք բովանդակային քննարկումներից տեղափոխեցին դեպի փորձում էին տեղափոխել դեպի քաղաքական պայքար։ Վերջին 2 օրը երկդաշինքի ներկայացնեն դրանով են զբաղված։ Մենք զուսպ ենք եղել, բայց այդ զուսպ կեցվածքը այնուհանդերձ իր հետևում ունի վստահություն, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունը, այդ թվում ենթաշտաբերի գործունեությունը եղել է Հայաստանի Պետության օրենսդրության շրջանակներում։ Եթե իրավապահ մարմինները կհայտնաբերեն օրենքի խախտումներ այդ տեսաերիզների կամ ահազանգերի պարագայում, մենք շնորհակալ կլինենք, բայց փաստեմ նաև, որ եթե խոսում ենք մեր քաղաքական մրցակիցների գործունեության մասին, ապա փաստեք, խնդրում եմ, որ Տիկին Զարուհի Փոստանջյանի եզրափակիչ հանրահավաքին մի քանի 100 մարդ էր հավաքված։ Եվ սա կարծում եմ լրացուցիչ հանգամանք էր քաղաքական ֆիասկոից խուսափելու համար այսօր որոշակի քաղաքական սրվածություն, լարվածություն առաջացնելու տեսակետից Տիկին Փոստանջյանի կողմից։ Ակնհայտ էր այն փաստը, որ համակիրների բանակը այնքան հոծ չէ, որպեսզի բավարարի նորաստեղծ քաղաքական ուժի քաղաքական ամբիցիաները, ինչը կարծում եմ լրացուցիչ կարևոր հանգամանք եղավ այսօր մեր քաղաքական մրցակիցների համար, որպեսզի իրենք դիմեն քայլերի, որոնք այդքան էլ չեն համապատասխանում եւ գրված եւ չգրված օրենքներին։ Արձանագրված, տեսագրված միջադեպերի քանակը 10-ից ավել չէ։ Այդ 10-ի մեջ այն 3-ն էր, որ Ազատության ռադիոկայանի տեսախցիկը ֆիքսել էր, դարձել հիմնական հանրային քննարկման օրակարգ այսօր։ Հետևաբար խոսել այդ 3-4 անգամ 10 միջադեպերի, եթե բոլորն էլ հաստատվեն որպես օրենքի խախտումը, ազդեցության մասին ընտրական գործընթացի վրա կոռեկտ չէ, եթե տակը չկա քաղաքական շարժառիթ,
անկախ ամեն ինչից փորձել փչացնել ընտրությունների որակը, ընթացքը եւ ստվել նետել ընտրությունների վրա։ Բայց այնուամենայնիվ քաղաքապետի տեխնացու զորության ենթարկում, որ քաղաքակիրթ երկրում նման կարող է։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում որևէ քաղաքական մրցակից իրեն իրավունք չի վերապահի ներխուժել մրցակից կուսակցության ընտրական շտաբ, ճղել մրցակից կուսակցության շտաբի աշխատողի հագուստը, կոտրել բաժակը եւ հրահարել այն սկանդալը, որը տեղի ունեցավ։ Որևէ քաղաքական մշակույթ եվրոպական այդպիսի բան չի ենթադրում։ Որևէ միջադեպ չեք կարող բերել եւ ենթադրենք Թրամփի կողմնակիցները մտնեն Քլինտոնի շտաբեր ու ասեն ինչու եք վարչական ռեսուրս կիրառում կամ չեք կարող բերել անգամ արձանագրություն, որտեղ Ֆիոնի կողմնակիցները մտնեին Լեպենի գրասենյակ կամ Մակրոնի գրասենյակ, ասեին ես ինչ եք անես, ինչ ցուցակներ են։ Ես կխնդրեմ դեռ մեր շտաբի հայտարարությունը այդպիսի կարևոր նաև հորդոր ուներ լրատվական որոշ միջոցներին լինեն անաչառ իրենց գնահատականների մեջ։ Ես էլ եմ ազգային ժողովի պատգամավոր, այլևս, եւ դա իրավունք չի տալիս ինձ այնուհանդերձ մտնել այն տարածքը, որտեղ աշխատում եք օրինակ դուք, եւ ես հաճախ հյուրընկալվում եմ ձեր եթերում, եւ ասել, գիտեք, բացեք ձեր դարակները, ես ուզում եմ տեսնել ձեր հաշվապահությունը, ես ուզում եմ տեսնել ինչ ինստրուկցիաներ եք դուք տալիս ձեր լրագրողներին, ես ուզում եմ տեսնել ձեր թղթերը, որովհետեւ կարծում եմ, որ Ամեկ Պլյուսը օրինակ, չգիտեմ, չեմ էլ ուզում Ամեկ Պլյուսի վրա նման վատ օրինակ բերել։ Այնուհանդերձ նորից կրկնեմ, որ օրենքի տեսակետից եւ պահվածքի տեսակետից այդ միջադեպը ընդունելի չէր քաղաքական մշակույթի ջատագովների համար։ Եթե խնդիրը ռադիկալացման, ծայրահեղացման, ընտրությունների որակը ստվերելու ցանկության մեջ էր, ապա ակնհայտ է, որ հիմնավորված էր այդ գործելավոճը։ Իրավական եւ բարոյական տեսակետից ոչ։ Որովհետեւ բոլորի թիրախում մենք ենք։ Իշխող ուժը մենք ենք եւ բնական է, որ ընդդիմադիր կուսակցությունները կայացման համար ընտրել էին մեզ թիրախավորելու գործելավոճը։ Երբեմն իհարկե իրարել էին խայթում, բարեհաջող եւ տեղին, բայց դա չէր բերում իրենց համապատասխան վարկանիշ եւ բնականաբար փորձում էին ով է ավելի ընդդիմադիր կարգավիճակը ընդգծել։ Տիկին Զարուհին պարբերաբար մեղադրում էր ելքին, որ մեր այսպես ասած հաճախորդներն են, ելքը պարբերաբար մեղադրում էր Տիկին Զարուհուն Ռուսաստանից եկող փողերով քաղաքական գործունեություն ծավալելու մեջ եւ այլն եւ այլն։ Գիտեք, այդ ամբողջը մեր աչքից էլ չվրիպել, մենք ավելին գիտենք, քան դուք գրել եք, բայց բոլոր դեպքերում փաստը մնում է փաստ, որ քաղաքական գործընթացները չեն ստվերվել, թեպետ ոչ բոլոր մասնակից ուժերը իրենց պահել են արդար եւ չգրված բարոյական գոնե կոդեքսների շրջանակներում։ Էլ չասեմ, որ ձեր մատնանշած միջադեպը նաեւ իրավապահ համակարգի կողմից, ոստիկանության կողմից, գլխավոր դատախազության կողմից գնահատվել է որպես ՀԿ-ի քաղաքական, քարոզչական գործունեության խախտում, իսկ դա տեղի է ունեցել։ Ես այսօր գնամ Ազատություն ռադիոկայան եւ պարոն Թամրազյանին խնդրեմ բացել իր բոլոր դարակները, ասեմ տեսնեմ ինչ հաշվապահություն ունեք դուք, այն դեպքում եւ իրենց լրագրողները առ այսօր թույլատրություն չունեն պայմանագրով բացահայտելու իրենց աշխատավարձի չափը օրինակ։ Բայց Ազատություն ռադիոկայանը քաղաքական կառույց չէ եւ իշխող ուժը չէ, իրենք անկախ բայց ոչ մի քաղաքական կառույցի մասին խոսք չէր գնում, իրենք մասնավոր կառույց չեն մեկ, եթե խոսքը գնում է հանրության հետ փոխազդեցության մասին, ապա կներեք, որ ձեզ վրա եմ օրինակը բերում, Հովհաննես։ Ազատությունը նույնքան հանրային օֆիս է, որքան կուսակցության գրասենյակը այդ դեպքում։ Նույնը Ամեկ Պլյուսը։ Շատ եք Բացարձակ շատ եմ սիրում Ազատություն ռադիոկայանը, կարծում եմ իմ գործընկերները կփաստեն, որ ողջ քարոզարշավ փորձել ենք ներկայացված լինել այնտեղ, երբևէ չենք մերժել եւ միշտ հավուր պատշաճի ներկայացել ենք։ Ես պարզապես ասում եմ, որ քաղաքական տեխնոլոգիաների եւ վերլուծության տեսակետից մեր աչքը շատ բան է տեսնում, Ամեկ Պլյուսի հետ կապված ընդհանրապես բան չասեցի, դուք այդ շարքից դուրս եք։ Օրինակության խնդրում եմ մի փոքր գաղտնի բացեք, այն ինչպես է ստացվում, որ տարեց մարդիկ, ովքեր մի կերպ են քայլում որոշները սայլակով օգնությամբ, ինչպես է ստացվում, որ նրանք գալիս են եւ նրանք համակրում են հանրապետականի եւ նրանք բոլորը գալիս են ընտրության։ Գիտեք, ես այս հարցը վիրավորական կհամարեի, եթե ձեզ չճանաչեի, որտեղ վստահ եմ դուք ձեր հարցադրման մեջ չեք դիտարկել խտրականություն տարեցների հանդեպ, հաշվանդամ մարդկանց հանդեպ, ճիշտ եմ, չէ՞։ Իրենք նույնքան քաղաքացի են, որքան ես ու դուք, չէ՞։ Դուք ավելի երիտասարդ ու առույգ, ես մի քիչ ավելի տարեցուցան եմ։ Կարծում եմ, կարող ենք իմիջային վերլուծություն անել, Տարոն Մարգարյանի կերպարը ընդունել էր նաև տարեց մարդկանց կողմից, իրենք տեսնում էին այնտեղ այդ մարդու մեջ անձնավորության, որ կարող է համակրում էին ակնհայտորեն եւ մնացածը թե դուք ինչ եք ակնարկում ձեր հարցով կարող եք ասել պարոն Հապրազյանի հետ մենք 9-ից շարունակենք խոսել։
բայց հարցի մեջ ձեր կողմից խտրականություն վստահաբար չկար, ոչ տարես մարդկանց կողմից հանդեպ, ոչ հաշվանդամների հանդեպ, որտեղ իրենց ձայնը նույնքան քաղաքացիական ձայն է, որքան մնացած բոլոր մարդկանց ձայները, չէ՞։ Քաղաքապետի ընտրությունները նորից կրկնեմ, թեպետ մեր մրցակիցները փորձեցին քաղաքական դարձնել օրակարգով, բայց դա չհաջողվեց եւ ակնհայտորեն դրանք քաղաքական ընտրություններ չէին, թեպետ իհարկե ներկայացված էր հանրապետական կուսակցությունը, երկդաշինքը, երկիր ծիրանի, այսինքն քաղաքական կառույցներ։ Բովանդակության մեջ դրանք այնուհանդերձ դարձան մետրոյի, ասֆալտապատման, լիֆտերի եւ այլն, բազմաթիվ այլ նման օրակարգային հարցերի ընտրություններ։ Այսպես է։ Իսկ այդ հարցերը գուցե այդքան էլ մոբիլիզացիոն չեն, որովհետև մի բան է խորհրդարանական ընտրություններով ձևավորել քաղաքական իշխանություն, մի բան է քաղաքացիական դիրքորոշում հայտնել քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված։ Այսինքն, իհարկե պետք է սպասել արդյունքներին, գուցե ես սխալվեմ, ձեզ կտամ առաջին իրավունքը զանգելու ինձ գիշերվա կեսին եւ մեկնաբանություն ուզելու իմ սխալի հետ կապված, մեծ սիրով դա կանեմ, հուսամ այդպես չի լինի, եթե կուզենաք հենց այնպես զանգել, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Վերջ, սիրելի լրագրողներ, քեզ Հովհաննես։ Պարոնաշության հրապարակվեցին փաստաթղթեր, իհարկե սա ընտրություններից առաջ, ընտրությունների նախորդ օրերին, հրապարակվեցին փաստաթղթեր երկդաշինքի կողմից վստահ տանիք նաև հայտարարությամբ էր հանդեսել ձեր կուսակցությունը, բայց քանի որ հիմա առիթ է հանդիպել ենք, ծածկակ պարոլը բազ է, բաղնիքում եւ ննջարանում գնալ եւ որ չզապից չարվի եւ ուղեցույց, քանի ձայն Վերջո, այս փաստաթղթերի ինչ էին, սրանք կեղծված էին, թե իրենք գոյություն։ Շատ լավ հարցեր, ինչու ժպիտ առաջացա, որովհետև ես էլ երբ որ ընթերցում էի կոնկրետ այդ ուղեցույցը բարձր գնահատեցի հեղինակի հումորի զգացումը, զգացողությունը բարձր էր նաև, ինձ մոտ է այդպես տան միակ ակտիվիստը եւ այլն։ Ես վստահ եմ դուք ձեր ռադիոկայանի միակ ակտիվիստը չեք, ուստի այս հարցը դեռ շատ կհնչի, բայց այնուհանդերձ փաստենք որ շտաբի հայտարարությունը սպառիչ արձագանք է հանրապետական կուսակցության կողմից ներկայացված իբր ՀՀԿ-ին վերաբերող փաստաթղթերին, գիտեմ, որ կա իրավական գործընթաց այդ ներկայացված թղթերի հետ կապված, չասենք փաստաթուղթ, ներկայացված թղթերի հետ կապված կա իրավական գործընթաց, արդյունքների մասին վստահ եմ բոլորս կտեղականանք։ Ինձ համար ես զերծ կմնամ գնահատական տալուց, մինչև չավարտվի իրավական գործընթաց։ ՀՀԿ-ի հետ այս թղթերը մենք հայտարարել ենք, որ կապ չունեին։ Այնուհանդերձ ինձ համար ուրիշ հարցեր մնացել բաց, գուցե դուք իմանաք որպես լրատվամիջոցներ, քաղաքապետի թեկնածուներից մեկը հայտարարեց, որ դեռ մի տոպրակ, այսպես ասած, փաստաթղթեր կան ու հեսա հերթով կհրապարակեն, բայց այդ պահին ներկայացված թղթերից բացի հետո ինչ որ նոր հետաքրքիր սկանդալային բան այդ փաստաթղթերի կույտի մեջ, այսպես ասած, չկար։ Մի քիչ իհարկե ինձ համար զարմանալի է, եթե այդպեսի տենց գտածո էր այդ պարկը, ինչու էլ թղթեր տակը չկային տենց հետաքրքիր։ Այն իմ անձնական, այսպես ասած, դատաբժշկական, նախկին դատաբժշկական կասկածն է, այնուհանդերձ իրավապահ համակարգը զբաղվում է։ Եվ մեկ հարցը պարոն։ Չէ։ Ոչ։ Վերջին հարց։ Խնդրեմ։ Համեմատած նախկին ընտրությունների հետ, թեկուզ խորհրդարանական այս ընտրությունները մեկ Չի կարելի համեմատել խորհրդարանական ընտրությունները քաղաքապետի ընտրությունների հետ։ Խորհրդարանական ընտրությունների մակարդակը, որակը, բնույթը, ուժգնությունը, աշխարհագրությունը, քաղաքական իմաստը, մասնակից ուժերի քանակը, քարոզարշավը ամբողջությամբ այլ որակի բուն քաղաքական գործընթաց են ենթադրում եւ չեք կարող համեմատականներ անցկացնել։ Այս ընտրությունները կարծում եմ քայլ առաջ էին նախորդ քաղաքապետի ընտրությունների համեմատ 2013-ի խորհրդարանական ընտրությունների քաղաքական նշաձողը չի կարելի համեմատության մեջ դնել թիմ ընտրությունների քաղաքական եւ իրավական նշաձողի հետ։ Հանրապետական այնուամենայնիվ ինչ գումարների սահմաններն տեղավորվում։ Եթե խոսենք կեսկատակ, ապա ասեմ, որ չգիտեմ ինչ արժի իշխանությունը դրամական էկվիվալենտով, բայց նյարդային էկվիվալենտով շատ թանկ արժի, 30-40 միլիոն նեյրոն հաստատ արժի ամեն տարի յուրաքանչյուր մասնակցի համար։ Իսկ եթե ֆինանսական գործունեության նրբություններն են ձեզ հետաքրքրում, ապա ՀՀԿ նախընտրական շտաբը եւ ընթացիկ հաշվետվություն է հրապարակել իր նախընտրական հիմնադրամի եւ կտա բնականաբար վերջնական հաշվետվություն։ Կարող եմ նախնական թվեր ասել, մենք 100 միլիոն է եղել վերին նշաձողը օրենքով սահմանված եւ թույլատրելի ֆինանսական միջոցների 100 միլիոն դրամի մասին է խոսքը, հանրապետականը 90-ից մի քիչ ավելի 96-7 միլիոն դրամի շրջանակներում իրականացրել իր
քարոզարշավը եւ գործունեությունը։ Որպես քարոզարշավի պատասխանատու անգամ տողերով կարող եմ ասել որտեղ ենք ծախսել եւ ինչ կան, բայց դա կտեսնեք հաշվետվության իրավական տեսակետից շտաբերի գործունեության հետ կապված ծախսերը, եթե չեմ սխալվում, ոչ բոլորն են մտնում հիմնադրամի գործունեության հաշվետվության մեջ, բայց ես ֆինանսիստ չեմ, այդ փողը օրենքով թույլատրված է, որքան է, ինչ է, որտեղ է կարող եք բարձել լրացուցիչ հարցումների միջոցով։ Շնորհակալ եմ։